Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 հանրային ռադիոյում ուղիղ եթերի ժամ է, սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր այս պահին միացել են մեզ։ Բարի լույս, հարգելի ռադիոլսողներ, ձեզ սիրով ողջունում ենք։ Այո, ոչինչ, ներողություն խնդրում։ Ձեզ ասում ենք բարի լույս եւ իհարկե մաղթում ենք միմիեն հաճելի տրամադրություն։ Սուրճը ձեզնից, մենք արդեն սուրճն ունենք, եթե դեռ չեք հասցրել ձեր սուրճը պատրաստել, ապա ռադիոն լսելով, մեզ դիտելով արագ պատրաստեք սուրճը, որպեսզի հարմարավետ տեղավորվեք, համատեղ եք հաճելին օգտակարի, այդ սուրճ խմեք, մեզ լսեք, մեզ գրեք, մի խոսքով։ Ոչ միայն սուրճն ու սերը, այլև լավ տրամադրությունը, լավ երաժշտությունը, անհրաժեշտ տեղեկատվությունը եւ իհարկե ուղիղ կապը եւս մեզնից 553702 նաեւ գործարկված է մեր live-ը Facebook-յան էջում հանրային ռադիոյում։ Այո, եւ այսօր շատ-շատերը մեզ լսում ու դիտում են բջջային հեռախոսների միջոցով։ Այո, որովհետև հենց հիմա այս պահին ես իմ աշխատանքային գործիքներին բջջային հեռախոսը։ Նաև լրահոսը շատ արագ թարմացնում ենք բջջայինի օգնությամբ։ Ամեն ինչ անում ենք բջջայինի օգնությամբ։ Դու ասա, ինչ չենք անում բջջայինի օգնությամբ։ Բայց ինձ թվում է ժամանակակից լվացքի մեքենաները կունենան այնպիսի հնարավորություն, որ հեռախոսի միջոցով հեռավար միացնես լվացքը։ Օրինակ խելացի տները ունեն այդպիսի հնարավորություն եւ դու հեռվից կարող ես անջատել օրինակ, այսպես ասած, ջեռուցիչ համակարգը, միացնել նախապես, որպեսզի գնաս արդեն տաք լինի։ Դու կիսով չափ բացեցիր այսօրվա թեման, բայց ավելի մանրամասն, քիչ անց միացեք մեզ, բարի լույս բոլորին եւ իհարկե հաջողորեն եք մաղթում։ Եվ իմ սրտին ընկեր դարձի, ես առանց քեզ չկամ կարծես, և առանց քեզ դատարկեմ տես, դու անավարտ խոսքերը քո բացատրիր, անխոս մի հեռացիր, դու արևն ես իմ, ես քո լուսինը, դու ցերեկն ես իմ, գիշերն եմ քո, դու անձրևն ես իմ, ես քո կաթիլը դուր ինձ սերը քո, սպասում եմ ես դու արևն ես իմ, ես քո լուսինը դու ցերեկն ես իմ, գիշերն եմ քո դու անձրևն ես իմ, ես քո կաթիլը դուր ինձ սերը քո, սիրում եմ ես քեզ, ամեն մի տեղ ամեն վայրկյան, իրար կանչող սրտեր շատ կան, Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս բոլորին, ապրիլի 3-ն է, օրը 5 շաբթի, դուք լսում եք Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։
Ահա, բարի լույս արգելի ռադիո լսողներ։ Կարծում եմ դու արևես ես քո լուսինն եմ երկար ժամանակ չէինք լսել ու մի տեսակ կարոտ զգացինք երկի ժամանակ կային այն ժամանակ լավ ռիթմիկ երգեր որոնք կարելի է բարբերաբար լսել հիշել թարմացնել փոշին ինչու մենք չլսենք 90-ականների 2000-ականների լավագույն երգերից ինչու մոռանանք այդ ամենը պետք չի մոռանալ պետք է լսել եւ այստեղ ինձ թվում է հենց երգն է որ մեր ռադիո լսողին ռոմանտիկ տրամադրություն է փոխանցել Հովհաննես Կոնդյանն ասում է բարևներ բոլորին, ողջույններ, բարի լավ մարդկանց, ովքեր միշտ ժպտում են եւ ասում են, որ իր կնոջը շատ է սիրում Աստղիկին։ Ահա, Աստղիկը ձեր կողքին չի, որ պատտվեք եւ շշնջակի ինչ խոսքում ես հաջելի է, մեծ սիրով, այո, ռադիոյով Աստղիկ ձեր ամուսինը Հովհանեսը ձեզ շատ սիրում է, սիրո խոստովանություն էլ եղավ առավոտից մեր եթերում միայն դրական էմոցիաներով ենք սկսում օրը, նաև լավ տրամադրությամբ, թե ֆոտոռևութաբանները կարճատև անձրև են խոստանում որոշ շրջաններում հարաբերության նաև Երևանում երեկոյան ժամերին եւս, բայց այս պահին 12 աստիճան օրվա ընթացքում բնականաբար այսպես էլ ավելի կբարձրանա մինչև 18-20 աստիճան։ Գիտես, եթե կարճատև է եւ մեղմ է, կարող ենք ռոմանտիկ դրամատրություն փոխանցել Հենց այդ պահը գտեք ու ձեր սիրելին եւս մեկ անգամ ասեք, որ նրան սիրում եք։ Այստեղ նաեւ ջերմ ողջույններ Էդիկ Բաբուջանին, իսկ Հովհանեսը շնորհակալություն է հայտնում, որ մենք եթերում ընթերցեցինք իր սիրո խոստովանությունը։ Անվճար։ Մի զլացեք եւ ձեր սիրելիներին ասեք, որ նրանց շատ սիրում եք եւ նրանք շատ թանկ են ձեզ համար։ Դա չեք պատկերացնում, որքան ոգևորող ու ոգեշնչող է։ Թերթենք օրվա օրացույցը ապրիլի 3-ն է օրը 5 շաբթ, ինչպես արդեն նշեցինք, 1879-ին Սոֆիան դարձել է Բուլղարիայի մայրաքաղաքը։ Անկես չգիտեի, որ հենց այսօրն է եղել։ Ահա։ Նաև բրիտանացի օդագնացները առաջին թռիչքն են իրականացրել դեպի Էվերեստ լեռնագագաթի վրայով։ 1933-ին։ Ես կարծում եմ պետք է խոսել ստեղծած շարժիչի մասին արտոնագրված։ Խոսենք, ով չգիտի Գոթլիբ Դայմլեր անունը, հենց նա է արտոնագրել իր ստեղծած շարժիչը 1885-ին։ Նաև օրվա թեմայից է հաջորդ իրադարձությունը 1973-ին 52 տարի առաջ, ճիշտ է։ Չգիտեմ։ Աշխարհի առաջին բջջային հեռախոսի զանգը Նյու Յորք քաղաքում է հնչել։ Մի րոպե, այս պահին պետք է գիտես, ինձ հետաքրքիր է օրինակ դու ինչ զանգ ես դրել։ Սպասիր, ես տեսնեմ, թե դու ինչ զանգ ես, երբ ես եմ զանգարում, ինչ զանգ է հնչում եթերում։ Հիմա զանգ եմ անում, այո, դու միացրու, խնդրում եմ զանգի ձայնը, ես այսօր հատուկ չեմ անջատել։ Քանի որ հեռախոսը իմ այնքան խելացի է, եւ այն իմ ձեռքում է, այն ձայնը ավտոմատաբար իջեցրեց։ Աստված իմ չէ, բացիր։ Դե ոնց բացեմ, բայց քանի որ, ահա։ Այդ ես է։ Բայց ես ունեմ շատ հումորային զանգեր։ Ես գիտեմ։ Դե հիմա ունեմ նաև որոշներ իրենց անունով զանգեր ունեն։ Ես գիտեմ, բայց այստեղ չեն համապատասխան մարդիկ, որ մեզ զանգահարեն եւ մենք լսենք այդ զանգը։ Ես կարող եմ հնչեցնել այդ զանգը, եթե դու ցանկություն ունես։ Դե իմ անունով չի, այնպես է, որ ես չպիտի ցանկացնեմ։ Ունենք այսպիսի զանգ սիրելի ռադիո լսողներ։ Ահա, այսպիսի զանգ ունենք։ Արդեն պարզ է, չէ՞։ Այդպես զանգարում են նստես։ Հենց Նազիկը զանգարում է։ Անջատիր, լավ, իսկապես Նազենին զանգում է։ Դե ստացվեց այդպես։ Ահա, դա ջեր ողջույններ։ Ջեր ողջույններ։ Ես ունեմ այսպես տարբեր, անուններով բազմաթիվ զանգեր։ Իսկ ինչու իմ անունով զանգ դու չունես։ Դեռ չեն գրել այդ զանգը։ Ինչու չկա, ոնց չկա երկ։ Չեն գրել։ Կա այդպիսի երկ, վերցրուր եւ դիր։ Իմ Լուսինե։ Ոչ, իմ Լուսինե։ Չգիտեի, որ վայ, դե լավ, ամեն օր ինձ այդ երգը ուղարկում են։ Սա արդեն եղել է։ Մի խոսքով։ Այսօր մենք միտումնավոր չենք անջատել մեր զանգերը, ինչու որովհետև այսօր բջջայինի օրն է։ Բջջային զանգի, բջջային հեռախոսի զանգի օրն է։ Այո, եւ քանի որ բջջային հեռախոսի ծննդյան օրն է, մենք այսօր մի քիչ ավելի այլ տեսանկյունից կդիտարկենք բջջային հեռախոսը, որովհետև այն զուտ հեռախոս չէ, որ սկզբում տես, ահա, Նազենին գրել է, որ հատուկ է զանգահարել, որ ձայնը հնչի, շնորհակալություն Նազենի, ահա, ստեղծագործում ենք, այսպես աշխատում ենք կոլեկտիվ, աշխատում ենք ելում անունով զանգ ունես, ասա թող զանգեն, լավ ընթացքում, եւ զուտ օրվա հարցարի հրապարակենք, արի, երբևէ եղել է, որ թողնեք հեռախոսը միամիտ կամ հատուկ
տանը դուրս գաք եւ չկարողանաք գնալ հետևից, ինչ վիճակում եք Ետ չվերադառնաք, ետ չգնաք։ Ետ չգնաք, էդ եմ ասում։ Ինչ վիճակում եք եղել ամբողջ օրվա ընթացքում, երբ հեռախոսը ձեզ մոտ չի եղել։ Ինձ հետաքրքիր է։ Օրվա հարցը։ Հնարավոր է արդյոք բջջային հեռախոսը թողնել տանը եւ հանգիստ սրտով գնալ աշխատանքի ընդհանրեն ու հետ չգնալ։ Եթե մենք նայենք նա հին ժամանակն է, իսկ մենք այդքան էլ երիտասարդ չենք, Տիգրան ջան, արդարտեսքին մի խափնվեք։ Հա, ինչ է ուզում ասել։ Այն ժամանակ, երբ ինչ-որ մեկի հետ պայմանավորվում էիր, դու հստակ այդ ժամին պիտի այնտեղ լինեիր, որովհետև այլ կապի միջոց չկար, որ ասեիր, գիտես 5 րոպե ուշանում եմ, խցանման մեջ եմ, դու նստիր, ես գալիս եմ կամ տեղում ինչ-որ տարածք փոխել, պայմանավորվեցիր տան հեռախոսով, վերջ տանել։ Լսիր, գիտես, ես ունեի այցեքարտ, որի վրա գրված էր հեռախոս եւ տան հեռախոսը համարներ գրված։ Պահում էիր դա միշտ։ Գույնի չէ, տալիս էի մարդկանց, ասում եմ, սա իմ այցեքարտն է, ազգանում եւ տան հեռախոսի համարներ։ Այո, պայմանավորում ենք, ենթադրենք, կհանդիպենք 2 օր հետո կամ վաղ օրինակ, հա, երիտասարդական մետրոյի մոտ ժամը 3-ին ցերեկը եւ ոչ ոք չէր ուշանում։ Այդ եմ ասում, էլի։ Ոչ ոք։ Իսկ հիմա այս հեռախոսը մեզ դարձրել է ալարկոտ։ Քանի րոպեն մեկ, ասում ես ուր հասա, ասում եմ հասնում եմ։ Բայց ինքը տնից նոր է դուրս գալիս, ես այդպես ընկերներ ունեմ։ Կամ խցանման մեջ։ Իսկ ես քանի որ ռադիոյում եմ աշխատում, իմ մոտ ձայնայինը շատ զարգացած, շատ լավ հասկանում եմ, որ նա դուռը փակեց։ Հիմա միջանցքով գնում է վերելակն է կանչում, բայց ինքը արդեն ճանապարհին է, ասենք Իսակովի պողոտայի վրա է։ Մի խոսքով։ Օրվա հոբելարներին կանդրադառնանք քիչ անց, իսկ մինչ այդ շարունակում ենք միասին վայելել Գարնանային առավոտը։ DJ Sergio-ի գործից մեկն էր մեր եթերում 553702 օրվա հարցը եւս մեկ անգամ հիշեցնենք արդյոք հնարավոր է բջջայինը թողնել տանը եւ հանգիստ սրտով եւ ուրախ տրամադրությամբ գտալ գործի այո ինչպես կանցկացնեք մեկ օր առանց բջջային հեռախոսի եթե պատահաբար հայտնաբերեք որ այն ձեզ մոտ չէ Մինչ դուք այդ հարցին կպատասխանեք նաև on-line հարթակում մենք էլի ունենք on-line գրառումներ բարի լույս եմ աղթում մեզ Սեդա Հարկոպյանը Լյովիկ Քոշբեկյանն է գրում բարի լույս հրաշալի լեզու է հայերենը այստեղ եթե լեզուն հայերենի կողք ավելացնենք ավելորդաբանություն է ստացվում հրաշալի լեզու է հայերենը իրոք աստվածային լեզու է բարին աստված է եւ աստված լույս է
Սա աստվածաշնչյան է ու երբ որ մենք իրար մաղթում ենք բարի լույս, մենք կյանք ենք մաղթում միմյանց իհարկե։ Բարի լույս, եւս մեկ անգամ։ Մանավանդ որ հայերենում շատ գեղեցիկ է, չէ՞, բարի լույս։ Հրաշք է։ Իդեպ բարի առավոտ տարբերակը սխալ է եւ այն զուտ ուղակի թարգմանած է, այնպես որ մենք եթե գործածում ենք Պիտի ասենք բարի լույս, որովհետև մերը, այո, հենց բարի լույսն է։ Հիմա չմտածեք մենք այստեղից հայերեն ենք սովորեցնում ձեզ, սա հենց այնպես ձեռքի հետ ինչպես ասում են։ Իսկ մինչ այդ դարձել անդրադառնանք օրվա օրացույցին, մենք ունենք հոբելարների կինոդերասանների մի ամբողջ աստղաբույլ։ Դու տես, Մարլոն Բրանդոն է ծնվել այսօր 1924-ին, ամերիկացի դերասան, Ալեք Բոլդուինն է ծնվել այսօր 1958-ին։ Այս ինչ մի աստղաբույլ էր այսօր, մի րոպե։ Ամանդա Բայնսն է ծնվել, Լեոնա Լյուիսն է ծնվել։ Այո, երգչուհի, դերասանուհի։ Բոլորին էլ չեմ ասում, ամենակարևորը մասն է Էդի Մերֆին է, իմ շատ սիրելի դերասաններից մեկը։ Այսօր հոլիվուդյան ծնունդների շարք է փաստորեն ստացվում է։ Իսկ դու գիտես որ Էդի Մերֆին երգում է նաև։ Լսի, քեզնից իմացա, երբ փնտրում եւ ընտրում էինք տարբերակ, թե ինչ էր արձակենք, ու ես զարմացա, թե տաղանդավոր է Էդի Մերֆին, չեմ զարմացա։ Դե կարահանվել է գիտես, բազմաթիվ ոչ միայն ֆիլմերում, այլև տեսահոլովակներում աստղերի, նաև նա ունի զուգերգ, ոչ ավել, ոչ պակաս փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հետ։ Դե կներեք, քո սիրելի փոփի արքա։ Խնդրեմ։ Էդի Մերֆի եւ Մայքլ Ջեքսոն ինչու եմ հրապարակում կատողներ, որովհետեւ շատ էսպես ոչ այնքան եթեր հաղորդված պրոպագանդված կատարումներից մեկն էր մեր եթերում։ Եթե անկեղծ ասեմ, առաջին անգամ էի լսում Տիգրան ջան, գիտես։ Իսկ դե չեմ լսեմ ինչև այդ էս գործը, ու ինձ համար բացահայտում էր իրականում։ Դե շփվելիս շատ ու շատ լավ գործ էր։ Էլ սրանից ավելի որ քաշվեմ Տիգրան ջան, ինձ թվում է։ Ես մոտ գործեցի նաեւ ճանապարհային քարտեզ եւ տեսնում եմ 7 բալանոց խցանում է այս պայն մարակակ Երևանում։ Վարդանանց փողոցն է երկկողմանի խցանված, չեմ ասում դժվար անցանել, այլ խցանված է պարզապես ամբողջությամբ։ Երկկողմանի, ընդ որում դե Սարալանջ իջնողը ինչպես միշտ բոլորը իջնում են գործի վերևից ներքև։ Ոնց որ մեր են փակ ճանապարհ, այնպես էլ Սարալանջը միշտ փակ է։ Սարից իջան մի խումբ ավտոմեքենաներ։ Կրկին ուզում ենք դիմել բոլոր վարորդներին, ովքեր այս բան մեզ ունկնդրում են իրենց ավտոմեքենաներում, շելներս մի մոռացեք օգտագործել թարթիչ ասվածը ամենակարևորը եւ եթե թարթիչը միացրել եք դա դեռ չի նշանակում որ ճանապարհը ձերն է սպասեք երբ ձեզ կզիջեն ճանապարհը այսօր Տիգրանին նյարդայնացրել են իդեպիկական սերին չէ պետք է պատմեմ ես պետք է կպայթեմ եթե չպատմեմ ուրեմն ինչպես միշտ բնականաբար ես շրջադարձ պետք է անեմ որպեսզի հասնեմ Լուսինեի մոտ Լուսինեին վերցնեմ եւ ինչ Հալաբյանի վրա մեծ հսկա այսպես շրջադարձի համար մեծ հերթ է բոլորս խելոք հանգիստ կանգնած ենք մեկ էլ տեսնում ես
2-3 մեքենա ամենավերջից էսպես մեկը գալիս ու ճանապարհը ոչ թե ուզում, ոչ թե ուզում, ոչ թե թարթի չէ միացել, այլ գալիս ու խցկվում է, կներեք այս բառի համար։ Իսկապես չի, ուղղակի որոշում է, որ պիտի տեղ տա Տիգրանը ու վերջ։ Հարգելի ռադիո լսողներ, խնդրում եմ ֆիքսեք։ Եթե ղեկին նստած է Տիգրանը առավոտյան։ Չէ, Տիգրանը ինչ կա բուր, ուրեմն 15 մեքենա, խելոք, հերթ են կանգնել, այդ աղջնակը եկել ու խցկվում է։ Թեթևացնել իրավիճակը։ Եթե տեսնում եք մեքենայի ղեկին Տիգրանն է, առավել եւս կողքին էլ ես եմ նստած, ուրեմն մենք եթերից ենք ու ասելու ենք եթերում։ Ու դա ասելու ենք։ Այդպես։ Ասելու ենք եթերում։ Ինչևէ, բայց այդուհանդերձ մի քանի երևույթներ կան, որոնք մեզ մոտ ինչ որ չափ խարխլված է եւ լավ կլինի, որ յուրաքանչյուրս մտածենք այդ ուղությամբ։ Օրինակ, իսկապես չեմ կարողանում մոռանալ այն օրվա դեպքը, երբ ինձ գցում էին մեքենայի տակ եւ իրենք էին իմ վրա մունատ գալիս, որ ես զայրացել էի, այո։ Ուզում եմ ասել, որ ներողություն խնդրելը վատ բան չի։ Յուրաքանչյուրի հետ կարող է ինչ-որ խնդիր առաջանալ։ Եթե գայք ու ասեիք 1000 ներողություն եմ խնդրում, ես կասեի ոչինչ խնդիր չկա, ինչ ասել։ Ում հետ չի պատահում։ Բոլորս հոգնած ղեկին, հա կարող ենք մի բան շեղվել, չէ՞ վերջո։ Որ սեփական սխալներն ընդունելը դա առավելություն է։ Երբ դու տեսնում ես քո սխալները եւ ընդունում ես, դա շատ կարեւոր գործընթաց է նաև ընկերական ու ընդհանրապես հարաբերությունների համար։ Այո, ներողություն խնդրելը ամոթ բան չէ։ Սխալներն ընդունելուց, այո, սա շատ կարևոր է։ Վերադառնանք օրվա թեմային, ի վերջո բջջայինն է մեզ մոտ, արդյոք հնարավոր է բջջայինը թողնել տանը եւ ամբողջ օր անցկасնել առանց այդ փոքրիկ սարքի։ Լսիր, ես հիշեցի ինձ, երբ մեկ կարծեմ թե 2 անգամ իջա ավտո տնակ, նստեցի մեքենան եւ տեսա, որ հերախոսը թողել եմ տանը, դու պատկերացրու իմ վիճակը։ Ես չալարեցի 5 հարկ նորից վերև եմ բարձրացել, որպեսզի սիրտս հանգստանա բջջայինը վերցնեմ։ Իսկ ես հիշեցի, որ այն ժամանակ բջջայինները շատ մեծ էին, կարծես հեռուստացույցի հեռուստավահանակ լինեին հեռակառավարման։ Ես հիշեցի մեր գործընկերներից մեկը, երբ շտապել է տանից դուրս գալ, տան անդամները փորձել են կատակել եւ հեռակառավարման վահանակն են գցել Պայուսակի մեջ։ Չէ, տան մեջ հեռախոսն են գցել, կարծեմ, պայուսակի մեջ, ես կինն էլ մտածել է թե հեռախոսն է տրանսպորտում հանել է ու տեսել է տան հեռախոսն է, այո։ Մեզ միացել է մեր գործընկերը Արմինե Գևորգյանը ռադիոլուրից, ողջույն Արմինե։ Լույս, բարի լույս։ Դու ինչպես ես ասել առավոտյան։ Շքեղ Արմինե։ Շնորհակալ եմ, շքեղ լուսիներ։ Շնորհակալ։ Սենց գանգուրներով նստած։ Գանգուր իրար դերազանք կարող ես երբ որ ձեզ տեսնում, ինձ թվում է Իքեբանայի սրահում եմ նստած, գիտես, ինչ-որ նման մի բան է, կոմպոզիցիա, ծաղկային կոմպոզիցիա։ Ուզում ես հասկանաս, էլի կոմպլիմենտ, հաջողությունա թե չէ։ Թանկարժեք կոմպոզիցիաների մասին է խոսքը։ 50,000-ից է սկսում։ Մենք անգնահատելի կոմպոզիցիաներ ենք։ Ասեմ իմ։ Այո, իհարկե։ Արմեն ջան, ինչպես ասար աշխատանքի եւ դու ինչ ես նկատել այ երթևեկության մեջ այսպես Տիգրան նշեմ, որ ես այս օրերին աշխատանքի գալիս եմ առավոտյան ժամը 6-ին։ Հետևաբար ես քնել եմ, այստեղ չեմ եկել։ Հետևաբար, եթե առավոտյան ժամը 6-ին մաքուր փողոցները, ոչ մի երթևեկություն, դատարկ, սիրուն լռություն եւ այլն։ Օդը մաքուր շատ։ Դե չեն ասում մեքենաները ավտոտել։ Չեմ հավատում։ Երևան քաղաքում մաքուր օդ չի։ Դե պահին էլի առավոտյան։ Դե այդ պահին ընդհանրապես առավոտվա անձրևից հետո, այո։ Հետո համեմատաբար, հետո համեմատաբար, այո։ Արմինը երբևէ եղել է, որ մոռանաց հեռախոսը տանը եւ ինչ վիճակում ես եղել ամբողջ օրվա ընթացքում առանց հեռախոս։ Օ, իհարկե եղել է եւ ես ինչպես Տիգրանը նշեց, ես ինքս նորից հետ եմ գնացել, բջջայինս վերցրել եմ, որովհետեւ այսօր առանց այդ բջջայինի սա առաջին դեպքն է, որ ես իջա այստեղ եւ բջջայինը իմ ձեռքում չէր, տեսեք, այո։ Այդ ոնց է ստացվել, գիտեիր թե։ Մենք քեզ կնկարենք։ Հա։ Շատ վատ է իրենից կախվածություն ունենալը, հատկապես երեկոյան ժամերին, երբ պարկում եմ քնելու։ Հա, բայց անընդհատ ուղեղը այդ հեռախոսի մեջ է ու եղել են դեպքեր շատ 2-3 անգամ ամենակիչը, որ բջջայինը ձեռքից քնել եմ, հետո բջջայինը շղ ճակատից, այդ ձայնից, այդ դխկոցից արթնացել եմ, հա, ու տենց, չէ, մի քանի անգամ ա եղել ու տենց միշտ կապտում էր մի ժամանակ սենց ճակատից։ Հեռախոսը բավական ծանր է։ Աստծիմ, այսինքն որ ճակատիդ կապտուկ տեսնենք, հասկանանք։ Հա, այո, այսպես նայում եմ ու քնում եմ ընթացքում, ինքս ես տալիս է ճակատից։ Չէ, ես կարգին աղջիկ եմ։ Արմինե, իսկ երբ այ գիշերվա, չգիտեմ, 5-ին, 4-ին, 3-ին մի պահ աչքդ բացվում է, ինչ
ձերքը գցում ես, եթե 3-ին 4-ին արթնանում եմ, անմիջապես նայում եմ Facebook, տեսնեմ ինչ է կատարվում աշխարհում։ Դա շատ վատ է, իսկապես։ Երբեմն ուզում եմ քնել ուղեղս, որպեսզի անջատվի, հոգնածը եւ այլն, բայց մեր մասնագիտությունն է դա, էլի, այսինքն ինքը արդեն մասնագիտություն չի, ինքը մեր համար դարձել է ապրելակերպ։ Դա, ես կարծում բոլորի մոտ է։ Բոլորի մոտ չեմ կարծում, բոլորը այդքան, ինչքան լրագրողների մասին է խոսքը։ Ինչքան on-line մարդ կա, գիշերվա կեսում։ Այո, ես էլ երբ արթնանում եմ գիշերը, նայում եմ, բայց քոպես հեռախոսը չի։ Ես խելոք դնում եմ կողք եւ on-line հարթակում հետաքրքիր մեկնաբանություններ կան։ Էդիկ Բաբուջյանը օրինակի տարբերություն քեզ, ինձ, Տիգրանի եւ մյուսների ասում է, որ առանց բջջայինի ավանդական ռադիոն իմ հետ է օրը 8 ժամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Չէ, իսկապես շատ վատ բան է, բայց ինքը դարձել է կարևորը գիտակցում եք որ վատ բան է։ Սիրուշ Աբրահամյանն ասում է բարև ձեզ շատ սիրելի հաղորդավարներ ջան, իմ հետ էլ է պատահել, որ բջջային հեռախոսս տանն եմ թողել, դժվար է, բայց պատկերացրեք հնարավոր է դիմանալ, եթե ամուսնուդ հետ ես կամ աղջկա տղայիդ հետ ես։ Իմ բարագայում ես մենակ եմ, ոչ մեկ չկար։ Թագակցյան Մարինան է ասում ամենատխուրը, երբ ամուսինն է հեռախոսը տանը մոռանում, կինն էլ դե տանն է։ Այդ արդեն հետաքրքիր էր։ Այո, Լովիկ Կոշպեկյանն ասում է, այո, իմ հետ էլ է եղել, որ մոռացել եմ հեռախոսս տանը, դուրս եմ եկել շենքից, հիշել եմ, բայց ետ չեմ դարձել, որոշելով ապացուցել, որ չունեմ կախվածություն եւ կարող եմ ազատ լինել ոնց որ ծխախոտից եւ խմիչքից։ Այո, շատ պետքական բան է հեռախոսը, բայց ազատությունն ավելի պետքական է։ Եղեք ազատ, օգտվեք Աստծո կողմից տված բարիքներից, բայց կախվածություն մի ունեցեք։ Վատան անդամները, որ զանգեն տեսնեն չի վերցնում եւ զանգնել անջատած տանը միտեղ պահած լինի հեռախոսը, ինչ լինելու վերջում, երբ տուն վերադառնա։ Նաեւ այսպեսի մի բան բջջայինը մեր համար աշխատանքային գործիք է։ Դե վաղուց է արվել։ Վաղուց է, եւ եթե բջջայինը չի մեր մոտ, մեր կողքին, մեր ձեռքում, եկեք մի պահ հասկանանք, թե ինչ ենք անում մենք բջջային հեռախոսը, շատ կարևոր մի քանի կետ արագ նշենք, հա, այսպես։ Զանգը դե պարզ է, բայց վաղուց բջջային հեռախոսը բջջային հեռախոս չէ։ Ի վերջո, սա շատ կարևոր զուտ բջջային հեռախոս չէ։ Հա, գործիք է։ Բացի լվացք անելուց։ Մոնտաժ անում ես, ֆոտոներ անում ես, ձայնագրություն անում ես, լրագրողների մասին է խոսքը։ Բայց կա մի բան, որ հեռախոսը չի կարող անել, դա այս պահին գովազդ եթեր հեռարձակելն է։ Կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Սուրճ ուսեր առավոտից։ Ապրիլի 3-ն է, օրը 5 շաբթի, ձեզ հետ հանրայինի առաջին ալիքն է, անցնող եթերաժամի վերջին 2 րոպեն է մեր ձեռքի տակ։ Այդ ընթացքում եւս մեկ անգամ կարող ենք հիշեցնել օրվա թեման, որպեսզի ռադիոլսողները նույն լուրերի ժամանակ կապ հաստատեն։ Այո, Կարինե Արաքելյանն ասում է բարի ողջույն ձեզ, առավոտ շուտ, երբ արթնանում եմ, մի ձեռքով միացնում եմ ռադիո ընդունիչը, ուշադրություն ոչ թե հեռախոսը, մյուս ձեռքով վերցնում եմ սրճեփը եւ օրս լցվում է ջերմությամբ։ Շնորհակալություն, ճիշտ առավոտ ունեք։ Ինչքան խորտ է հնչում մեր ականջին ռադիո
ընդունիչ Արմինե ռադիո Խնդրում միացրեք 4-րդ խոսափողը ազգային ժողովի, միացրեք։ Խոսափողը Արմինե։ Բա իմ խոսափողը անջատած է։ Աններելի։ Պատկերացնում ես, Ատուկ, ես աչքով էի արել, որ Աննան չմիացնի։ Նախագահ ունենք այստեղ, անջատում եմ, Ինչպես կարելի է Ինչպես կարելի է իմ միկրոֆոնը անջատել։ Իմ խոսքը անկեղծ ասած միայն անջատում է, անջատել հարաբերական ասված։ Ամբողջ երկիրն իմացավ։ Միայն եղբորս։ Արմինե ջան, հիմա խոսափողը քոնն է, բոլորը լռում են, եթերը քեզ, բարի եթեր։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ падգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակով խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների կալանքը եւ դատավարությունները, ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենի կողմից։ Բելգիայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին բանաձևի լսումները։ Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Էլսվեն Վան Հուֆը, հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունից։ Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին ներկա դեսպան Տիգրան Բալայանը խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված Հայաստանի ջանքերի մասին։ Մեջբերում եմ ելույթից մեկ հատված։ Նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին, առաջարկելով փակել թշնամության էջը եւ խաղաղության համաձայնագրի կնքումով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել, ինչը թույլ կտա համագործակցել հանուն տարածաշրջանի կայուն եւ բարգավաճ ապագայի մեջբերման ավարտը։ Բալայանը կարևորել է միջազգային հանրության հետևողական ջանքերն իրավիճակի հնարավոր սրումը կանխելու եւ Հայաստանի կառուցողական նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս օրերին ԱՄՆ-ում հայ դատի գործիչները հանդիպումներ են ունենում ԱՄՆ կոնգրեսականների հետ, քննարկելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու եւ մեկ ամսյա արշավ սկսելու հարցը։ Ակտիվիստները կոչ են արել ԱՄՆ-ին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախի 150,000 հայերի էթնիկ զտումների համար, պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Անցած 1.5 տարվա ընթացքում արցախցիների շուրջ 10%-ն է դիմել Հայաստանի նոր անձնագիր ստանալու համար։ Ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ 2025 թվականի մարտի 28-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 8437 անձ, որից Հայաստանի նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 7402 անձի։ Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հայտնել է, որ արդեն 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին առաքելությունը գրել է X-ի միկրոբլոգում։ Տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ուղղված մեր հանձնառությունը մնում է անխախտ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողմից մեր նկատմամբ ցուցաբերված վստահության համար, նշված է Եվրամիության առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականին 2 տարի ժամկետով։ 2025 թվականի հունվարին Եվրամիության խորհուրդը առաքելության գործունեության ժամկետը եւս 2 տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ Առաքելությունը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, մշտադիտարկում եւ զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ Եվրամիության դիտորդական առաքելության նպատակն է նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի Հանրապետության հակամարտությունից տուժած շրջաններում եւ տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։ 2023 թվականից Հայաստանի ֆինանսական փոխանցումների շուրջ 80%-ը առևտրային բնույթի են։ Կենտրոնական բանկը հրապարակել է հայաստանյան բանկերի միջոցով արտասահմանից ստացված ներողություն եւ հակառակ ուղղության փոխանցումների տվյալները։ Փոխանցումների հիմնական մասը եղել է ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Մեծ Բրիտանիայից։
Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը, խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։ 18 րոպե դուք լսում եք Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը Սուրճ ու սերը շարունակում է իր ընթացքը ուղիղ եթերում։ Այո, սուրճը ձեզնից, սերը մեզնից, լավ տրամադրությունն էլ ձեզնից, նաև ջերմությունը, լավ տրամադրությունը մեզնից, ջերմությունը ձեզնից, մի խոսքով կարելի է անվերջ շարունակել։ Կարևորը լավ բանի մասին ենք խոսում։ Այո, դուք լսում եք հանրային ռադիոյի առաջին ալիք եւ այսօր մեր
հյուր չասեմ էլի մեր զրուցակիցը մեր լավ ընկերն է մեր հանրային ռադիոյի երկրորդ ալիքի իմ ռադիոյի ղեկավար Վեգա Անդրեասյանն է որը նաև ինֆլուենսեր է, այսպես բացենք, ողջույններ առաջին ալիքից երկրորդ ալիքի։ Մուտքը երկրորդ ալիքից առաջին ալիք։ Բարի լույս, շատ սիրելի գործընկերներ, շատ ուրախ եմ օրը այս տաղավարում սկսել այս անգամ։ Շատ հաճելի է, ես հիշում եմ, որ սա իմ ու քո այստեղ է ստուդիայում երկրորդ եթերն է, ու կրկին առավոտյան ծրագրի շրջանակում էր։ Այս ժամանակ խոսում ենք շոկոլադից։ Ես հիշում եմ, որ վեգան մեզ հյուր էր եկել, որովհետև առանց շոկոլադ կյանք չուներ։ Բան փոխվել է քո կյանքում։ Լուսինե, չես հավատա, բայց այո։ Կարծում եմ մեծացել։ Էլ շոկոլադ։ Ես սիրում եմ իհարկե, բայց կախվածություններն են փոխվել։ Հիմա հեռախոսն է առաջին տեղում։ Այս տեսնում հեռախոսը հենց քո առջև դրված է, մենք էլ հա, կարծես յուրաքանչյուրը երբ հեռախոսը իր մոտ չի, ինչ որ բան պակասում է։ Վեգա իսկ եղել է դեպք, երբ հեռախոսը ձեռքիդ հեռախոսը տես երկար ժամանակ փնտրել։ Իրականում վերջին տարիներին հաստատ ոչ, որովհետև հեռախոսն ու ձեռքս կարծես արդեն սերտաճած են։ Ինքը շարունակում է ձեռքս ու դժվար է արդեն իրեն գիտեմ, որ ձեռքիս է։ Վեգա, ասա խնդրեմ, ինչ գործառույթ է քեզ համար գործառույթները իրականացնում բջջային հեռախոս։ Իրականում իմ ու հեռախոսի հարաբերությունները կարող են բաժանել երկու մասի։ Առավոտյան 3 Անձնական եւ գործնական, իսկ եթե մի փոքր ավելի լուրջ եւ օբյեկտիվ, նաեւ դրական ու բացասական, ես ինձ համար հասկացել եմ, որ հեռախոսը իմ կյանքում դրական փոփոխություններ է բերել աշխատանքային առումով, որովհետեւ բնականաբար շատ ավելի հեշտացրել է, բարձրացրել է ամեն ինչ, ավելի հասանելի է դարձել աշխատանքը ցանկացած պահի եւ նույնքան էլ բացասական ազդեցություն է իրականացել։ Դու կաբինետում ես, ճանապարհին ես եւ օրինակ եթերային ծրագրի հետ ինչ որ բան կա, կարողանում ես հեռախոսով միանգամից մուտք գործել։ Եկ կհասնես աշխատավայր եւ եթերը Տիգրան, եթերում կար մարդիկ ովքեր աշխատում են։ Բայց հետաքրքիր բան է ասում Տիգրանը, օրինակ նախկինում, երբ չկար հեռախոսով այդ հասանելիությունը, մենք կարողանում էինք ինչ որ առումով աշխատանքը թողնել աշխատանքի վայրում։ Աշխատանքը ավարտվեց, տանն ես ինչ որ բան եղավ, դե հիմնական ոչինչ չես կարող անել, հիմա կարող ես։ Հետևաբար ինչ որ առումով հեռախոսի հետ աշխատանքը քեզ ուղեկցում է ամենուր եւ օրինակ հենց երեկ էլ անհրաժեշտություն է եղել գիշեր ժամը 1-ին մոտավորապես ես հատուկ ծրագրով միացել եմ հեռախոսից հեռավար հեռախոսով դու խոսում ես, ընդունում ես զանգեր, զանգահարում ես Էլ ինչ ես։ Նամակ ես գրում, սոցիալական ցանցերում ես։ Սոցիալական ցանցերում եմ կոնտենտն եմ ամբողջովին ստեղծում հենց հեռախոսով, եթե նախկինում բարձ ծրագրերով էի մոնտաժում իմ կոնտենտը համակարգչով, ապա հիմա վիդեոն չի էլ հասցնում մտնել համակարգիչ միանգամից արագ ու հեշտ, դա կարծում եմ ինձ համար դեռ դրական կողմերն են թվում եւ կա իհարկե ինձ համար կոնկրետ բացասական կողմը դա կախվածությունն է կոնտենտից, որը սպառում եմ, ինչ որ պահի ես հասկացա, որ իմ ուղեղը ինֆորմացիայի ընկալում անընդհատ այն բոլոր ժամերին, երբ ես արթուն եմ, եւ ամեն ինչ շատ ավելի վատ ընթացք ստացավ այս կարճ հոլովակների ռիլերի, TikTok-ի, ի հայտ գալուն զուգահեռ եւ իմ օրինակով վստահաբար կարող եմ Եթե կարելի այդպես ասել հաստատել հոգեբանների, մասնագետների այն կարծիքը, որ այս փոքր ռիլերը իսկապես ազդեցություն են ունենում մեր ուղեղի աշխատանքի, տրամադրության վրա, վերջերս կարդացի, որ սա այսպես ասած կեղծ, կարճ, էժան դոֆամին է, որը մենք անընդհատ ստանում ենք այս ռիլերից, այո, կախվածություն է առաջացնում եւ բացի դրանից սրանք են նաեւ պարզվում է բերում այսպես ասած մշտական տխրության, դեպրեսիա բառից խուսափեմ, որովհետեւ այն դոֆամինի տարբերակները, որոնք նախկինում մենք ստանում էինք, առավոտյան սուրճից հաճույք, ընկերների հետ շփումից հաճույք, հիմա իրական բաներից, այ հիմա դրանք կարծես թե մեզ համար ավելի դժվար են։ Խոսենք, երբ ասում են անկերը, ասում այսօր այսինչի ծննդյան օրն, ասում են հա, շնորհավորել եմ Facebook-ով եւ ու ոչ ոք չի հիշում ում ծննդյան օրը երբ է, որովհետեւ սոցիալական հարթակը քեզ հիշեցնում է։ Իմիջիալոց ես ունեմ ընկերներ, որոնք ասում են ինձ զանգահարում են իմ ծննդյան օրը, ասում են իմ կյանքում կան մարդիկ, որոնց ես սոցիալական հարթակներով չպիտի շնորհավորեմ, ես պետք է զանգահարեմ կամ առերեսվեմ եւ այդպես շնորհավորեմ, որովհետեւ այս սոցիալական հարթակը մի տեսակ անկենթան է դարձնում ամեն ինչ։ Համաձայն եմ, ես ավելին մի շատ ավելի թունոտ
տոքսիկ մի բան էլ ասեմ, վերջին շրջանում ինձ բռնացրել եմ, ամոթել է երևի, որ խոստովանում եմ այն էլ ուղիղ եթերում, բայց վերջին շրջանում ինձ նույնիսկ բռնացրել եմ, որ ինչ որ մեկի ոչ շատ մտերիմ մարդկանց մասին է իհարկե խոսքը, բռնացրել եմ, որ ինչ որ մեկի ծննդյան տարեդարձը շնորհավորելիս մի հատ չաթում նայում եմ ինքը իմը շնորհավորել է թե ոչ։ Այդ մենակ քեզ մոտ չի, պես որովհետեւ եթե անկեղծ ասեմ, իսկ եթե մի քանի 100-ին հասնում է տումը պետք է հիշես եւ գրանցես։ Տիգրան, երբ մտնում ես այդ երևում է։ Ինչ են ասում, երկխոսությունը ձեր, հա, չաթ կոչվածը տեսնում ես ու մեկ-մեկ էլ մոռանում ես, դուք այդքան մտերիմ էիք, իրար ծնունդ շնորհավորում եք, թե ոչ, բայց հա իրականում համաձայն եմ, որ պատին երբ շնորհավորում են աննար է հիշել։ Ես իմիջիալից վաղուց դադարել եմ պատին գրառում կատարելուց, եթե անձնականով կամ story հատվածով եմ շնորհավորանքանում։ Անձնականով։ Պատին չեմ գրում ընդհանրապես, բայց ճշմարտություն կա դրա մեջ, որովհետև տարիներ շարունակ դու ինչ որ մեկին շնորհավորում ես եւ ասում ես շնորհակալություն, ես տեսնում ես, որ ամբողջական անտարբերություն կա քո նկատմամբ եւ դու ամեն ինչ փոխադարձ ես կյանքում, դա շատ կարևոր բան է, առողջ փոխադարձ հարաբերությունը շատ կարևոր է, համամիտ ես, չէ՞։ Համամիտ եմ, ինձ հատկապես դուր եկավ, որ դու արդարացրեցիր ինձ։ Դե չէ, ես էլ եմ նայում, Համաձայն եմ։ նայում եմ ու ես գիտեմ, որ ես էլ կան մարդիկ, որոնց չեմ շնորհավորել ու նորմալ է, որ իրենք ինձ չշնորհավորեն, անկեղծ ասած, ու դրանից չեմ ներվի։ Իսկ դու շնորհավորիր։ Դե այդ պահին եղել է որ չի ստացվել, հատուկ չեմ արել, ես խոս չեմ։ Մի բան էլ հեռախոսից կախվածությունը, այսինքն որ ամբողջությամբ էստեղ ենք եւ մեր շփումը տեղափոխվել է այս փոքրիկ քառակուսի, ասեմ, ուղղանկյուն ասեմ, մի խոսքով այս փոքրիկ սարքի միջոցով է կատարվում շփումը։ Իսկ դուք նկատել եք, որ կարող են լինել այնպես, որ սոցիալական հարթակներում շատ ակտիվ շփվեք մարդկանց հետ, երկխոսության մեջ մտնեք կոմենտներ հատվածներում, իրականում այդքան լավ ծանոթ չեք, բայց շփվում եք։ Հետո հանդիպում եք օրից մի օր։ Չի բարևում, գլուխը թեքում է, իբր քեզ չի ճանաչում։ Սա ինձ թվում է բարդույթ է, ոչ թե ինքը հատուկ չի բարևել, այլ ինչ որ խնդիր է, որ կա կամ տեղը չի բերել այդ բանը։ Դեսիր չէ, տեղը բերելու հարց չի։ Հետո շարունակելով այդ միտքը նաև ասեմ, որ կարծում եմ շատերիս է սա արդեն վերաբերում, որ այնքան ակտիվ ենք շփվում սոցիալական ցանցերում, այնքան մեզ ինքնավստահ ենք զգում, հետո հանկարծ նույն մարդուն հանդիպում ենք փողոցում եւ հասկանում ենք, որ մարդը ում հետ կարող ենք on-line մինչեւ գիշերվա ժամը 3-ը խոսել, իրական կյանքում մի տեսակ այսպես չի ստացվում խոսակցությունը։ Ինքը on-line ենք տարօրինակ, այո, տարօրինակ լռություն է, կարծում եմ նույնը կարող ենք ասել բազմաթիվ ինֆլուենսերների մասին, որոնք օրինակ իրենց շատ ինքնավստահ են զգում սոցիալական կայքերում, ակտիվ խոսում են, բայց իրական կյանքում մարդը ինտրովերտ է, փակված է, մի անկյունում նստած է, գուցե մեկը մյուսից նաև բխում է, չգիտեմ, գուցե մարդիկ երկկողմանի կարող ենք նայել, հա, կամ մարդիկ, որոնք իրական կյանքում այդ ինքնավստահությունը չունեն, ձեռք են բերում համացանցում, եւ հակառակը, ովքեր հավես չունեն, նստեն երկար ու բարակ գրել ասեմ, չքաղաքականացնենք այս ասածս, բայց շատ կարևոր մի բան եմ ուզում նկատառում անել, մարդիկ կան, որոնք իրենց ամբողջ ագրեսիան, ներսի խնդիրները, բարդույթները բացում են համացանցում, որովհետև այնտեղ պատժելիության միջավայր չկա։ Այստեղ փորձում են կայանել, վիրավորել, շատ չար են, նենգ են արտահայտություններում, բայց իրական կյանքում երբ տեսնում ես, բոլորին այլ մարդ է, որովհետև իրական կյանքում դու առերեսվում ես, հա, դե մարդը մեզ կանգնած ու հասկանում է, որ եթե իրեն պահի այնպես, ինչպես պահում էր համացանցում, առաջին հերթին իր համար վատ կլինի։ Առյուծ է, իսկ կյանքում փիսիկ։ Այսինքն սա կարևոր է, չէ, որ մենք չշփոթենք մեկը մյուսի հետ եւ չփորձենք մեր խնդիրները լուծել համացանցի միջոցով։ Սա արդեն հոգեբանական լուրջ խնդիր է, բայց էլի գալիս է այս փոքրիկից։ Համաձայն եմ։ Մեղավոր այս փոքրիկն է։ Ընկերներիցս մեկը մի անգամ, ինչպես Տիգրանն ասաց, հա, համացանցում առյուծ է, ընկերներիցս մեկը մի անգամ ասաց, որ Instagram-ը մի վայր է, որտեղ հիշում եք, երբ փոքր էինք, այդպես տարածված էր, չի ասում են իրեն դրել է իր երազած աղջկա տեղը կամ իր երազած տղայի։ Այո։ Ընկերներիցս մեկը մի անգամ ասաց, դե Instagram-ը վայր է, որտեղ մենք բոլորս մեր երազած աղջիկներն ու տղաներն ենք։ Ֆիլտրերով։ Այո, ֆիլտրերով։ Եվ կոպիտ ասած պահում ենք մեզ այնպես, ինչպես ասած չենք պահի իրական կյանքում եւ նույն այդ քո նշած բացասական մեկնաբանությունների ֆոնին, եթե ինչ որ մեկը իրեն թույլ է տալիս, օրինակ Instagram-ում ինձ գրել, չգիտեմ, այ տգեղ, խիստ կասկածում եմ, որ փողոցում այսպես անցնելուց պատահաբար կանգ կառնի եւ կասի՝ «Բարև տգեղ կանչանում եմ»։ Այստեղ մի կարևոր բան էլ երեք ընկերոջս հետ էի հանդիպել եւ նկատեցինք, ասում է, ինչպես էս բան, մի քանի բան անկեղծացա, ասում է, «Վայ, ասում է Instagram-ում նայում ես, ասում եմ, գոնե դու մի խափնվի Instagram-ի իրականությանը, իրականում բոլորս, ես էլ, Վեգան էլ, Տիգրանն էլ, Մարինան էլ, Սևակն էլ, բոլորս Instagram-ում բոլորովին այլ կյանքով ենք ապրում, բոլորովին այլ մարդիկ ենք հաճախ, քան իրական կյանքում,
մեր խնդիրները մենք չենք բարձրաձայնում մեր բայց կան մարդիկ ովքեր խնդիրը Instagram-ում դնում են իրականում կան, բայց շատ հետաքրքիր է, դա էլ միանշանակ չէ։ Այ շատերս հիմա մենք էլ չէ, նշում ենք, որ մենք իրականության մի հատված ենք ցույց տալիս Instagram-ում։ Օրինակ ես չեմ կարծում, թե մենք կեղծում ենք։ Մենք ուղղակի մի հատվածն ենք ցույց տալիս։ Չեմ կարծում հետաքրքիր է իմ խանութ գնալը կամ այո, ահա, բայց զուգահեռ կան մարդիկ, որոնք օրինակ փորձում են անկեղծ լինել, իրենց խնդիրներով են կիսվում, շատերը հաճախ օրինակ լաց են լինում Instagram-ի եթերում, բայց դա էլ մի կողմից մարդիկ բողոքում են, որ վայ մեզ հետ կեղծեք, միայն լավն եք ցույց տալիս, մյուս կողմից էլ երբ հանկարծ հակառակ կոնտենտն ես տեսնում, միանշանակ կոմենտներում կարող ես տեսնել, որ եկել ես քո նեգատիվը լցնում ես Instagram, լացում ես այստեղ, ում է դա հետաքրքիր, այսինքն իրականում որ քեզ վիրահատել են եւ վիրահատությունը հաջող չի անցել։ Ես մի բան եմ ուզում ավելացնել այստեղ, երկու կարևոր հանգամանք, երբ ես 2 տարի ունեի լուրջ առողջական խնդիր, որովհետեւ մեկի մտքով չեր անցնում, որ դա գոյություն ունի ու իրական է, որովհետև Instagram-ում ես շատ ուրախ երջանիկ դու չես ողբացել պարկած անկողնում ոչ ես երբեք չեմ ողբում դու չես դրել այդպես ասեղները կաթիլայինը միացրած եւ ասես ես վերջում ուղակի համեմատական եմ արել որ ես 2 տարիների ընթացքում որ դուք դիտում եք իմ Instagram-յան էջը որտեղ ես շատ երջանիկ եմ իրական կյանքում կային խնդիրներ եւ պետք չէ մտածել որ մարդը ձեզ տալիս է միայն դրական կոնտենտ, ուրեմն ինքը այդպիսի կյանքով է ապրում, սա միֆ է, բայց ուզում եմ հակառակ կողմն էլ դիտարկենք, տեսեք, մենք խոսեցինք նրա մասին, որ սոցիալական հարթակում մեզ դնում ենք մեր երազած աղջկա կամ տղայի տեղը, ուղղակի մենք փորձում ենք իդեալականացնել ամեն ինչը, տալ գեղեցիկ կոնտենտ, հա, ամսագրային կոնտենտ, որը կշոյի աչքը, հա, փորձում ես որքան հնարավոր է կոկիկ լինի ամեն ինչ, բայց մենք տեսնում ենք դրա հակառակ կողմն էլ կան այսպես ասած ինֆլուենսերներ, որոնք հակառակը ոչ թե կոկիկ, այլ գրեհիկ եւ մի քիչ թափթփված ինչքան վատ, այնքան ահա Տիգրանը ճիշտ ասաց այս կոնտենտն էլ է փաստորեն սպառվում եւ հաճախ ավելի շատ քան սովորական կամ այսպես մշակված կոնտենտը կարծում եմ դա էլ իր բացատրությունը ունի մի քանի տեսանկյունից նախ առաջինը մարդիկ շատ են ինչու ենք ժամանակին օրինակ բրազիլիական սերիալները այդքան նայում որովհետև այլ մարդկանց ինտիմներ չէ ցուցադրվում անձնական կյանքը կեղտոտանկողինը ներքին խոսած ռեալիթի շոուներ ինչու ենք այդքան սիրում կարծում եմ նույն սկզբունքով մարդկանց հետաքրքիր է այդ եւ բացի դրանից մի բան էլ կար չգիտեմ շատ կոպիտ կհնչի համեմատությունս ոչ մի կերպ վիրավորելու միտում չունեմ ժամանակին այսպիսի երևույթներ կային չէ ֆրիկ շոու երբ մարդիկ գնում էին օրինակ կրկեսներում նայելու ինչ այդ ստանդարտ գեղեցկությունից դուրս մարդկանց եւ այլն իրենց ինչու էին դա նայում իմ կարծիքով իրենց ավելի լավն էին զգում բարձրացնում էին իրենց բարձրացնում էին մյուսին համարելով այդպես ասած չգիտեմ ավելի տգեղ կամ տարօրինակ նույն սկզբունքով մարդկանց դուր է գալիս նայել ինչ որ մեկին եւ օրինակ գրել յախ կայ փնթի կոպիտ ասած այդ ավելի վերևից նայելու այո սպառում են կարծում եմ այստեղ էլ գործ ունենք էլի այդ չգիտեմ ավելի լավը զգալու թե իրենցից մեկն է գուցե նաեւ այդպես ես ուզում հասկանալ ում է հետաքրքիր երբ տան անդամներով նստած վիճում են տեսախցիկ առաջ եւ դա ներկայացնում են փաստորեն հետաքրքիր է փաստորեն այո իրականում հետաքրքիր դստեր եւ մայրիկի վեճը կամ չգիտեմ հայրիկի եւ դստեր մի խոսքով ընտանիքի անդամները վիճում են եւ դրանից դարձնում են շոու կոնտենտ դե փաստորեն դա սպառում չմոռանանք անորակ սերիալների ազդեցությունն է ինձ թվում է դա նաեւ որտեղ չկա բովանդակություն եւ կան զուտ ինտրիգներ որակով լավը չեն մարդիկ դա են սպառել եւ հիմա դրա կարիքն ունեն որովհետեւ դա են արդեն ընկալում եւ համացանցում փնտրում են նմանատիպ ինչ-որ իրավիճակներ։ Այսինքն մտքի ճգնաժամի ենք հիմա մենք բախվել, երբ չգիտենք ինչպես վերնագրային մտածողություն առաջացնում։ Մի բան էլ ասեմ, ինձ թվում է մենք շատ հաճախ մի քիչ ցավալի կլինի երևի, բայց մենք շատ հաճախ փորձում ենք պնդել, որ չգիտեմ, մարդկանց մեծ մասը ավելի լավ բովանդակություն է ուզում, եթե մենք ավելի լավը տանք, իրենք ավելի լավը կսպառեն։ Ցավոք ես այդքան էլ համաձայն չեմ դրա հետ։ Ես միևնույն է կարծում եմ, որ մարդկանց մեծ մասը սիրում է, էլի անգլերեն բառ ասեմ, trash content-ը, այդ աղբ բովանդակությունը ժամանակին երբ հասանելի էր միայն դասական մեդիան հեռուստատեսությունը ռադիոն հեռուստաընկերություններին մեղադրում էին որ այ դուք ռաբիզ երաժշտություն միացրեցիք դրա համար մարդիկ սկսեցին վատ երաժշտություն լսել դուք եք մեղավոր եկավ համացանցի դարաշրջանը մենք ունենք սերունդ որը ամբողջովին համացանցով է մեծացել արդեն այդ մարդիկ 18-ից 20 տարեկան մարդիկ են չափահաս մարդիկ են
Բայց մենք զուգահեռ տեսնում ենք նույն վերոնշյալ ռաբիզ երաժշտության դիտումները եւ ինչ որ չգիտեմ, ավելի լավ, հենց սիրախավոր եմ ռաբիզը ինչ որ մեկի ճաշակը, հա, այսպես ասած, չվիրավորեմ, բայց տեսնում ենք հենց այդ trash content կոչվածի դիտումները եւ տեսնում ենք լավ բովանդակության դիտումները։ Երևի պիտի համակերպվենք, որ ամեն դեպքում հասարակության մեծ մասը ցավոք միշտ չի որ սպառում է որակյալ content եւ գուցե հենց ավանդական մեդիան կամ որոշ ինֆլուենսերներ սեփական պատասխանատվության մակարդակով պիտի փորձեն ինչ որ կրթող կոնտենտ նաև ստեղծել, չգիտեմ։ Կան ինֆլուենսերներ, որոնք փորձում են կրթող կոնտենտ ստեղծել, բայց իրենք դրա մասնագետը չեն։ Դա էլ է խնդիր, այո։ Ունքը ուղղելու փոխարեն աչքնել են հանում, սրան էլ պետք է շատ զգույշ լինել։ Համացանցը իհարկե չունի այն նույն ֆունկցիան, ինչ որ հեռուստատեսությունը կամ ռադիոն, մենք ունենք այստեղ պատասխանատվություն եւ գիտենք ինչ խոսել եւ ինչ չխոսել։ Համացանցում ամեն մեկն ինքն է որոշում ինչ խոսի, ինչ չխոսի, եւ հետևանքները հաճախ շատ ավելի ցավալի։ Իդեպ Տատյանա Չերնիկովսկայան մի շատ լավ բան էր ասում, որ ինչ տաս քո ուղեղին, չէ՞ որ ուղեղը տել սնունդի կարիք ունի եւ դա ինֆորմացիան է։ Ինչ կարգի սնունդ որ դու տաս քո ուղեղին, այդ կարգի սնունդը նա կցանկանա, այսինքն եթե դու զուտ դեղին մամուլով սահմանափակվում ես, դու լինելու ես այդ սահմանափակ սպառողը, հա, այդ ինֆորմացիայի սպառողը ավելի ինչ ես ուզելու։ Մի քիչ քեզ հետ համամիտ չեմ այն առումով, որ մենք ասում ենք այդ են ուզում այդ տանք Չէ, մենք պիտի տանք, սովորելու համաձայն չեմ, մենք պիտի թելադրենք երաժշտությունը, մենք պիտի տանք լավ կոնտենտ։ Այդ մասով համաձայն եմ իհարկե։ Որովհետև մարդը ուղեղը սովորելու վրա է, ինչ տաս, քիչ-քիչ զարգացնես, աճեցնես, նա էլ կվերցնի։ Մի բան էլ ասեմ, համաձայնելով մտքի հետ, որը կարդացի, Լուսինե, այ ասացի չէ, որ օրինակ, չգիտեմ, ես էլ ինքս էլ, տեսեք, ես այնպես չի որ քննադատում եմ, ես ինքս էլ full այդ կոնտենտի ազդեցության տակ եմ, միացնում եմ TikTok-ը, ասենք, չգիտեմ, ժամը 12-ն է, մեկ էլ 2 հատ թերթում եմ, արդեն, չգիտեմ, ժամը 3-ն է, որովհետև այդ կախվածությունը թերթերը էլի ազդեցություն եմ նկատել, որ այս կարճ բովանդակությունը, ճակերտներում ասած, աղբ բովանդակությունը սպառելուց, իմ ուղեղը հրաժարվում է ընկալել երկար բովանդակություն։ Ես չկամ TikTok-ում։ Ես օրինակ, չէ, ես օրինակ հիմա էլ չեմ կարող նայել երկար ֆիլմեր, եթե ժամանակին կնստեի ու չի բավարար։ Ես գրքեր վաղուց չեմ կարող հանգիստ կարդալ, այսինքն եթե նախկինում ինձ ասում էին ես չեմ կենտրոնանում գրքի վրա, ուղեղս ցրվում ես, ասում եի, ոնց կարող ես չկենտրոնանալ, ախր ինչ հետաքրքիր, եթե գիրքը հետաքրքիր է, հակառակը կլանում է։ Հիմա ես էլ չեմ կենտրոնանում։ Ցանկացած բովանդակություն, որ այդ վերոհիշյալ րոպե ու կեսից ավել է, որ ուղեղը արդեն էլ չի ընկալում։ Եկա, դու ընկել ես քո ետևից։ Այո։ Իրականում, բայց ես մի բան եմ ուզում ասել, հեռախոսը այդ հնարավորությունը տալիս է մեզ մտնել օրինակ քո ասած TikTok հարթակը, ես սկզբից կատեգորիկ հրաժարվում էի TikTok մուտք գործել, ասում էի դա աղբի, ես այնտեղ չեմ գնա, ինչ եք ասում, լուրջ եք ասում։ Իրականում ես հիմա օրվա մեջ շատ քիչ, բայց սպառում եմ TikTok-յան կոնտենտ, որովհետև ունի մի հետաքրքիր ալգորիթմ, երբ դու հետաքրքրվում ես ինչ-որ բան երկար ես նայում կամ ինչ-որ բան, ինքը կարողանում է զտել քեզ համար, ստեղծել քո ինտելեկտին եւ քո հետաքրքրություններին համապատասխան կոնտենտ ու տալիս է քեզ հետաքրքրող բաներ, վաղուց ես TikTok-ում աղբ չեմ նկատում եւ շատ կարեւոր ու լավ ինֆորմացիա հենց վերցնում եմ TikTok-ում հայտնված հոգեբաններից, մասնագետներից, որոնք փորձում են հանրամատչելի ներկայացնել այդ ամենը։ Սա կարծում իրենք կան նաեւ Instagram-ում եւ Facebook-ում։ Կան, այնտեղ էլ կան, այստեղ էլ կան, ուղղակի հարմար է վիդեո տարբերակով։ Ամեն մեկն ունի իր ֆունկցիան, ի վերջո չմոռանանք, որ ասում են, որ բջջային հեռախոսը իր հետ մի ուրիշ վատ բան էլ բերեց։ Եթե այն ժամանակ կար ֆոտոապարատ, որով դու նկարում էիր, հետո տանում էր այդ նկարները տպում էիր։ Հիմա հեռախոսով ուղղակի նկարում ես եւ դա տեղադրում ես Instagram-յան հարթակ, դա կարծես փոխարինել է նաեւ քո ֆոտոալբոմին, հա։ Վաղուց մենք ֆոտո չենք։ Առանձին կյանք է հեռախոսում, առանձին վճարովի կյանքի դեպ, ինչպես նախկինում կոմունալներն էինք։ Դե նախկինում չէ, դեռ շարունակում ենք իրական կյանքում վճարել կոմունալները։ Օրինակ ես զուգահեռ ամեն ամիս մեկ էլ ծլենք այդ գալիս է։ Քանի ծրագիր ես բջջային օգտագործում։ Վճարովի։ Անկեղծ ասած չեմ կարող ասել թե քանիսն է վճարովի, բայց տասնյակը անցնում է։ Իհարկե, չէ, տասնյակի համար չեմ վճարում։ 10-ից չեմ վճարում, բայց ես բազմաթիվ ծրագրեր եմ օգտագործում հեռախոսում, բայց ոչ ոքի համար չեմ վճարում։ Չէ, ես ինձ մոտ արդեն այն լեվելն է, որ ես ամեն ինչի պրեմիում տարբերակներն եմ սիրում եւ ամեն ինչի համար վճարում եմ։ Այո, չմոռանանք որ այսօր այն ծրագրի համար բջջայինի օրն է, այլ ոչ համացանցի, այնպես որ մենք շարունակենք խոսել բջջային հեռախոսների մասին, կարճատև դադար, որից հետո կշարունակենք։
Սուրճ ու սեր առավոտից։ Sbagliare un calcio di rigore, suonare prima di col play, forse sì, forse no, almeno tu hai sempre ragione. Quante domande ti farei, dimmi di sì, dimmi di no. Ho un tatuaggio da rifare perché non mi piace più, a volte ho l'ansia che mi sale, la cosa che mi fa incazzare quando non mi parli più e il mondo sembra tutto uguale, io mi fido più di te che di me, che dei miei, dei DJ. Presto che non resisto, Italo disco, scusa se insisto, questa notte è quello che preferisco, è un chiodo fisso, un imprevisto per far l'amore. Questa non è Ibiza, festival bar con la cassa dritta, ti sto cercando ma è nebbia fitta, ti giuro se ti penso la mia testa suona Italo disco. Io sto distratto e tu sei seria, ognuno tra i pensieri suoi, forse sì, forse no, mi parte il basso dei Righeira, se vado incontro agli occhi tuoi, la cosa che mi fa incazzare è quando non rispondi più e a volte ho l'ansia che mi sale, io mi fido più di te che di me, che dei miei, dei DJ. Presto che non resisto, Italo disco, scusa se insisto, questa notte è quello che preferisco, è un chiodo fisso, un imprevisto per far l'amore. Questa non è Ibiza, festival bar con la cassa dritta, ti sto cercando ma è nebbia fitta, ti giuro se ti penso la mia testa suona Italo disco. 10:31 դուք շարունակում եք լսել հանրայինի առաջին ալիքը եւ մենք շարունակում ենք խոսել առասարակ բջջային հեռախոսների մասին, ինչու որտեւ այսօր բջջայինի ծննդյան օրն է, կախվածություն, չկախվածություն եւ արդյոք կարող ենք մենք անցկացնել մի ամբողջ օր առանց բջջային սարքի։ Իսկ մենք արդյոք այսպես ասենք, հա, հեռախոսներից այդ կախված կա մարդ որ կախվածություն չունի օրինակ։ Այո, Լուսինե, ես էլ եմ ապշած, բայց կան այդպիսիք, իմ ընկերներից մեկը օրինակ, երբ հանդիպում ենք, նա իր հեռախոսը նույնիսկ սեղանին չի դնում եւ արգելում է, որ մենք զբաղվենք հեռախոսով։ Ես ամբողջ ընթացքում այսպես ժողովրդական լեզվով ասած փշերի վրա նստած, այսպես լարված, թե ինքը առհասարակ ինչպես է կարողանում առանց հեռախոս մնալ, ուղղակի նույնիսկ չել հանում, հա, շատ չեմ հասկանում նման մարդ։ Վեգա, ասա խնդրեմ, արդյոք կարողանում ես գիշերը քնել առանց հեռախոսի։ Ոչ, չեմ կարողանում գիշերը քնել առանց հեռախոսի, չեմ կարողանում արթնանալ առանց հեռախոսի, պարբերաբար փորձում եմ։ Բայց քնում ես, չէ՞ վերջ։ Դե քնում եմ ի վերջո, բայց մասնագետներն ասում են, դե անընդհատ ինքս իմ կախվածությունը ուսումնասիրում եմ եւ շատերն ասում են, որ ազնիվ ես ինքս։ Դե այո, իրականում եւ գիտեմ, որ օրինակ սխալ է, ասում են, երբ աչքերը բացում եք ձեր, փորձեք առաջինը հեռախոսին ձեռք չմեկնել, չգիտեմ, մի կես ժամ գոնե անցնի, ինչ որ չգիտեմ, ձեր։ Իսկ հերոտ եղես դնում, որ այդ մագնիսական դաշտը քեզ էլեկտրական դաշտը քեզ։ Միասին եք քնում։ Բայց դա արդեն լավ չի։ Մի անգամից ձեռքը ստանում եմ, ասեմ ավելին, հասկացել եմ նույնիսկ, որ երբ հատկապես երբ դժվար եմ արթնանում, ենթադրենք երբ զարթուցիչով պիտի արթնանամ, հասկացել եմ, որ հենց հեռախոսով եմ արթնանում, այսինքն ուղեղս այդպես ինչ որ։ Հիմա տես, մենք եկանք հասանք մի իրավիճակի, երբ դու ինքդ գիտակցում ես ոչ դրական կողմերի մասին, բացասական կողմերի մասին բջջայինի, բայց միևնույնն է շարունակում ես սա։ Դե մենք երկից դուրս խոսեցինք այդ մասին։ Այս ստեղծելով այդ քեզ համար, հա, դաշտը իրական վիրտուալ դաշտը, աշխարհը, որտեղ հեռախոսը, չգիտեմ, ամենակարևորն է քեզ համար։ Ինչ անել, ինչ խորհուրդ կտաս, լինելով այդ ամենի մեջ, որպես նաև ինֆլուենսեր։ Բայց մի հարց էլ կարող ես չլինել այդ ամենի մեջ մասնագիտությունից ելնելով։ Իրականում Լուսնե ամբողջովին չլինել բնականաբար չեմ կարող, որովհետև ինչպես հենց երգի ընթացքում խոսում էինք, ասացի, ես պիտի օրինակ, երբ ասում եմ, որ TikTok-ում շատ եմ լինում, ես իսկապես պիտի մի փոքր ավելի շատ լինեմ, քան միջին վիճակագրական այլ մասնագետը, որովհետև պիտի հասկանամ ինչ է կատարվում, ինչ տրենդեր կան, ինչ կարելի է նկարել, ինչ կարելի է ներմուծել ռադիոյի համար, ինչը կարելի է ադապտացնել եւ այլն։
Բայց նույնիսկ այդ պարագայում ես ավելի շատ եմ միևնույն է մնում, քան անհրաժեշտ է։ Ես հասկանում եմ, որ տեսա, հասկացա, կարող է արդեն դուրս գալ, բայց ինչ որ պահի արդեն մեխանիկորեն եմ թերթում։ Ինչ անել հարցին պատասխանները ունեմ, պիտի անկեղծ լինեմ, որ ինքս այնպես չեմ միշտ կարողանում եմ հաջողությամբ կիրառել, բայց գոնե գործիքները ունեմ եւ այսպես ասած փորձում եմ օգտագործել։ Առաջինը բարեբախտաբար մեր հեռախոսները, գadgetները այնքան են զարգացել, որ իրենց խելացի են եւ հենց իրենք ունեն իրենց դեմ պայքարի միջոց։ Դու կարողանում ես սահմանել այսպես կոչված, նախ կարողանում ես հետևել քո screen time կոչվածին, այսինքն որքան ժամանակ ես անցկացնում հեռախոսիդ մեջ եւ կարողանում ես սահմանափակել դա ինքդ քեզ համար դնելով լիմիտներ։ Ահա Հետևում ես այդ լիմիտները։ Ես դրել եմ լիմիտներ, սահմանել եմ 2.5 ժամ, ընդ որում կարողանում ես դիմել։ Դա շատ է սահմանել։ Հա, դա շատ եմ սահմանել, ընդ որում կարողանում ես սահմանել կոնկրետ հավելվածների վրա։ Լույսն 2.5 ժամը ոչ թե հեռախոսին եմ սահմանել, այլ միայն սոցիալական, միայն Instagram-ին եւ TikTok-ին։ Օրինակ, Telegram-ը այնտեղ չի ներառվում, որովհետեւ դե աշխատանքային չաթեր կան։ Դրել եմ, որ TikTok-ում ու Instagram-ում օրվա մեջ չկարողանամ անցկացնել ավելի քան 2.5 ժամ միասին։ Բայց ցավոք գadget-ը բոլոր հավելվածները թե առանձին չէ, կոնկրետ ես սահմանել եմ Instagram-ն ու TikTok-ը միասին 2.5 ժամ, որովհետև այն մնացածից այդպես կախվածություն չունեմ։ Եվ չնայած նրան, որ գadget-ը բավական խելացի է եւ ունի նման ֆունկցիա, այն նաեւ հասկանում է, որ պատկանում է քեզ եւ որոշողը դու ես եւ ցավոք թույլ է տալիս նաեւ իգնոր անել, այսպես ասած։ Եվ դու հաջողությամբ իգնոր ես անում։ Բայց ամեն դեպքում եթե դուք ավելի ուժեղ կամքի տեր մարդ եք, քան ես, այս ֆունկցիան կարող է օգնել։ Երկրորդ խորհուրդը, ինչպես արդեն ասացի, էլի դժվար եմ կիրառում, բայց գոնե առավոտյան երբ արթնանում եք, փորձեք առաջին բանը, որ հեռախոսին ձեռք չմեկնեք եւ օրինակ քո ասած life hack-ը նույնպես իմ կարծիքով շատ հետաքրքիր եւ կիրառելի է, որ ասացիր, որ քանի որ օրինակ ֆիլմ նայելուց ենք մենք հեռախոսի մեջ, կարելի է ուրիշ բանով զբաղացնել ձեռքերը։ Դա եթերից դուրս է ասել, այո։ Պոպկորն կարող ես ուտել։ Ես գիտեք ինչ եմ անում, հեռախոսի ինձ նաեւ շատ մեկ այլ հարցում է օգնում, երբ օրինակ ունես տանը հավաքված շատ արթուկ։ Այսինքն գործ կանելու մոտավորապես ժամկես 2 ժամ տևելու է այդ արթուկը։ Ես վերցնում եմ այդ ամբողջ, այսպես ասած, ինձ համար դարձրել եմ հաճելի ժամանակը այն հատված հեռախոսը դու եմ իմ արխիվում որևէ ֆիլմ եմ ընտրում, որը շատ լարվածություն ուշադրություն չի պահանջում, այսինքն կարող եմ ականջից այրվել լսել։ Միացնում եմ այդ ֆիլմը, սկսում եմ ֆիլմ դիտելով արթուկ անել։ Եվ ստացվում է, որ ես հաճելին համատեղում եմ օգտակարի հետ եւ չեմ նյարդայնանում, որ ես արթուկ պիտի անեմ։ Դու չես զգում, դու ֆիլմ ես նայում եւ նույն ժամանակ այդ աշխատանքն ես կատարում։ Իսկ գիշերը հեռախոսի փոխարեն մեկ բաժակ ջուր դրեք, որ առավոտյան միանգամից ձեռքը տանեք մեկ բաժակ ջրին եւ որը սկսեք այդ մեկ բաժակ ջրով։ Ինչպես նաեւ բացասական կողմերից խոսելով, այն ամենակարևոր մայրիկների միշտ ասածին չանդրադարձանք, աչքերդ կփչացնես, այո, ողնաշարը, աչքերը ողնաշար եւ աչքերի մասով իհարկե չեմ ուզում ոչ մի պարագայում բժշկական, այսպես ասած, դաշտ մտնել, բայց իմ օրինակով ասեմ, որ ամենասկզբում, երբ ինձ մոտ հայտնաբերվեց կարճատեսություն, ակնաբուժն ասաց, որ ձեզ մոտ այսպես կոչված կեղծ կարճատեսություն է, որը ի հայտ է գալիս մոտիկը անընդհատ նայելուց եւ ինչ որ վառություններով հնարավոր է, չգիտեմ, շատ քչացնել, շտկել կամ ավելի ցածր մակարդակի բերել, բնականաբար դա տեղի չունեցավ իմ պարագայում, որովհետև ես շարունակում էի նայել անընդհատ դեպի մոտիկը, այն է հեռախոսը, երբ ինչպես տեսնում եք, հիմա օպտիկական ակնոց եմ կրում, իհարկե էլի կվախենամ, քանի որ ինքս բժիշկ չեմ, փաստել, որ դա հենց հեռախոսից եղավ, բայց ամեն դեպքում դա բժիշկները այդպես են ասում, այնպես որ երբ մայրիկներն ասում են աչքերդ կփչացնես, ճիշտ են ասում։ Այստեղ շատ կարևոր է նաև ողնաշարի դիրքը, ես լսել եմ բազմաթիվ մասնագետների, հենց մեր եթերում են հաճախ խոսել դրա մասին։ Գլուխը մեր մարմնի ամենածանր հատվածն է։ Դե պատկերացրեք, դուք անընդհատ այդ գլուխը կախում եք եւ ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է ողնաշարի վրա։ Եթե մենք այսօր շատ ունենք սկալիոզի դեպքեր, տարատեսակ խնդիրներ, ատամնաշարի ծռություն, որը հաճախ նաեւ ծուռ ողնաշարի հետևանք է, դրանք իրար հետ կապ ունեն, իմացեք, որ դա նրանից է, որ դուք ուղակի փոքր տարիքից երեխայի ձեռքը տվել եք հեռախոս, որ չլացի եւ զբաղվի, եւ դուք կարողանաք ձեր գործերն անել։ Այստեղ շատ կարեւոր մի բան էլ կա, որ հեռախոսը են տալիս եւ հեռախոսել են տալիս ու այստեղ օրինակ ես ինչ անեի, որ երեխաները անդադար հեռախոսի մեջ չլինեին,
կարևոր մուլտֆիլմեր դիտեն, ի վերջո մեր հեռուստացույցներն այսօր միացված են ինտերնետին եւ դուք կարող եք այդ մուլտֆիլմերը գտնել, միացնել հեռուստացույցով, գոնե երեխան չի էսպես։ Ալուսինե, սա այնքան ծիծաղելի էր այս որ ասացիր, որովհետեւ միշտ այդ մասն եմ մտածում։ Հիշում ես, երբ մենք փոքր էինք, մեր մայրիկները ասում են հեռուստացույցի մոտ մի նստիր։ Աշկետ հիմա արդեն ստիպված ասում են գոնե հեռուստացույցի ու հեռու նստիր, էլի գոնե։ Սա էլ է շատ կարևոր մի բան, այո, մենք այս հեռախոսը դարձել է եւ հատկապես համավարակի ժամանակ կարևոր մի տեղեկություն հեռախոսի հետ կապված եղավ, երբ մեզ անդադար սովորեցին, անդադար հուշում էին անվտանգության կանոնները, անդադար ձեռքեր լվացեք եւ այլն, եւ մասնագետներից մեկը հետաքրքիր մի դիտարկում էր արել, անդադար ախտահանեք հեռախոսը, որովհետեւ այն ամեն տեղ է ձեզ հետ եւ չմոռանանք, որ ոչ միայն համավարակի ժամանակ միշտ պետք է ախտահանենք։ Միշտ չէ, ուսում ասեմ այդ ժամանակ բարձրաձայնվեց եւ եթե նախկինում կային տներ, որտեղ ենթադրենք գնում էր, որ պետք արանից օգտվեր ու տեսնում էր անկյունում ամսագրեր կան դրված, ահա, պետքարանում։ Հիմա այդ ամսագրերը այլևս չկան, որովհետև ամեն մեկն իր հեռախոսը իր ձեռքին վերցնում է ու գնում է պետքարան։ Ու այնտեղ հեռախոսով էս էլի գնացել, որովհետև երկար ժամանակ։ Սա իհարկե մեր առօրյայից անբաժանելի մաս է, որի մասին այնպես որ ախտահանեք այս հեռախոսը, որովհետև ամեն տեղ այն ձեզ հետ է, տրանսպորտում ձեզ հետ է, ամեն տեղ եւ կարող է լինել նաեւ վարակի բուն։ Խեղճ հեռախոսի քիչ ինչ անի, մենք ենք մեղավոր, սխալ ենք օգտագործում այն, չէ՞, համամիտես, չէ՞։ Այո, իհարկե, այնպես ստացվեց դե բնականաբար բացասականի վրա կենտրոնացանք, դե գուցե որովհետեւ կարծում եմ դրականը բոլորս էլ գիտենք, հասկանում ենք ինչ հնարավորություններ մեզ համար սահմանեց, հեռախոսը նույն աշխատանքի հարցում որքան է օգնում, իսկապես շատ ավելի հասանելի, պարզ եւ հեշտ է դարձել ամեն ինչ, շատ դյուրին է դարձրել աշխատանքի տարբեր ասպեկտներ, նոր մասնագիտություններ բերեց ի վերջո իր հետ հեռախոսը։ SMM-ը նկատում է։ Բացի SMM-ը նույն, ասենք, երբ ներկայացնում ես նշեցիր, որ նաև ինֆլուենսինգով եմ զբաղվում, առանց հեռախոս դա բնականաբար անհնար կլիներ։ Գնում ես միտեղ հեռախոսն է քո վիդեո կամերան այսպես ասած։ Նոր մասնագիտություններ, գումար վաստակելու նոր ձևեր, կարողանում ես միայն հեռախոսով գումար վաստակել։ Այո, սեփական ալիքով։ Սա է շատ կարևոր, այսինքն նախկինում երբ ասում էին, որ Instagram-յան հարթակում կարող ես գումար աշխատել, այնպես մեզ համար դա ֆանտաստիկ բան էր, դու ինչպես։ Եվ ահա այսօր իրավիճակն այնքան է փոխվել, որ ուղղակի մենք հասկանանք մի կարևոր բան, այսպես եզրահանգենք, եթե փորձենք թեման այսպես ընդհանուր փակել, ապա ցանկացած տեղ, դա լինի հեռուստատեսություն, ռադիո, այստեղ կա այդ պատասխանատվության զգացումը, որովհետև մենք կրթվել ենք ի վերջո, ստացել ենք 5-6 տարի համապատասխան կրթություն եւ նոր սկսել ենք անցնել աշխատանքի։ Այս պարագայում համացանցը չի տալիս այդ կրթությունը եւ ամեն ոք ազատ է անել այն, ինչ ցանկանում է, եւ այդ հեռախոսը իրեն հնարավորություն է տալիս։ Ուղղակի յուրաքանչյուրս փորձենք զգալ պատասխանատվության, ունենալ պատասխանատվության զգացում եւ հասկանալ, թե ինչ ինֆորմացիա ենք տալիս մարդկանց, որոնք վստահում են մեզ եւ հետեւում են մեզ ու ինչ հետևանք կարող է այն ունենալ։ Համաձայն եմ, զուգահեռ կարծում եմ լիովին համաձայն լինելով քեզ հետ, զուգահեռ կարծում եմ մի փոքր էլ սպառողը պիտի պատասխանատվություն կրի ինքն իր համար, հասկանա թե ինչի համար է օգտագործում իր հեռախոսը, հատկապես հիմա երբ երեխաները նույնպես շատ ակտիվ օգտվում են դրանից, թե մեր երեխաների համար ավելի ուշադիր եւ մի փոքր ընտրող լինենք, այսպես ասած, այն կոնտենտի հարցում, ինֆլուենսերների, մարդկանց հարցում, որոնց հետևում ենք։ Դե հիմա կա այդ հնարավորությունը համացանցում ծնողական վերահսկողություն սեղմելով կոճակը կարող ես նաև երեխայի համար քո այսպես ճշգրտումները սահմանել։ Շնորհակալ ենք, որ եկար այս առավոտ մեզ հետ։ Շնորհակալություն անկեղծության։ Միասին այո, կարծիքներ փոխանակեցինք։ Շարունակում ենք եթերը եւ մենք հրաժեշտ չենք տալիս, քանի որ դեռ աշխատելու ենք մինչև ժամը 11-ը։ Get shared, I didn't say, get take it dance.
դու ես գիշեր արի ինձ հետ իմ բջջային հեռախոս։ Իմ բջջային հեռախոս։ Մենք կարող ենք մոտավորապես 15 րոպե ուղակի վայր դնել մեր բջջային հեռախոսները, որովհետև Facebook սոցիալական հարթակը այս պահին որոշեց, որ մենք չպիտի լինենք եթերում, այդպես որ այս պահին մեզ չեք կարող տեսնել, կարող եք լսել։ Իսկ ես չեմ կարող վայր դնել, որովհետև շատ կարևոր երկու լուր ունեմ այս պահին փոխանցելու։ Օգտագործելով բջջայինը։ Հա, հասկացա։ Այսօր ժամը 10-ի դրությամբ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է, ինչու ես շփտում ասա։ Հիմա վարորդները ովքեր ուղևորվում են դեպի Դիլիջան, պետք է իմանան, որ թունելը ժամը 10-ի դրությամբ հոսանքազրկվել է։ Հարգելի վարորդներ, Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով դժվար թե մալուխը 46 րոպեում սարկած լինի, չէ՞։ Ինչ ես կարծում, սարքել են թե ոչ մալուխը։ Բայց գույշ երթևեք եք, հարգելի վարորդներ, սա շատ կարևոր է։ Հետո էլի ինչ վերաբերում է Երևանից թռչողներին։ Ինքնաթիռով էլի թռչողների ոչ թե։ Հասկացա, հետևել դեռ չեն ստեղծել։ Այո, Զվարթնոցի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հիմնականում բնականաբար բոլոր չվերթները ժամանակին են, բայց կա մեկ չվերթ, որը ուշացում է տալիս։ Ես հիմա շեշտադրությամբ կասես, խնդրում եմ։ Այո, խնդրում եմ։ Դա դու կարող ես անել։ Չէ, քո տաղանդը ես չունեմ Տիգրան ջան։ Չէ, դա քո մենաշնորհն է։ Չէ, խնդրեմ։ Հատուկ շեշտադրությամբ ոնց ասացիր եթերից դուրս չես գտնում։ Սիր կորավ։ Նովոսիբիրսկներ թե Նովոսիբիրսկի, այո, չվերթը ուշացում ունի, ժամը 15:05-ի փոխարեն այն կթռնի 15:35 օդանավը, մի փոքրիկ այսպես ուշացում կա, բայց դա չի նշանակում, որ պետք է վերջի րոպեին տանից դուրս գաք։ Սիրներս մի մոռացեք, որ 3 ժամ առաջ պետք է լինեք օդանավակայանում, որպեսզի անցնեք։ Դե ըստ օրենքի 3 է։ 2։ Չէ, օրենքը 3 է պահանջում։ 2։ Դու 2 գնա։ Ես 3 կգնամ, մի քիչ էլ duty free-ում ման կգամ։ Հա, այդ ուրիշ բան, եթե դու ուզում ես այդտեղ շատ մտածվել, այդ ուրիշ հարց է։ Իսկ ժամանումների մասով ինչ կարող ես ասել, ժամանումները եւս ամեն ինչ, օքեյ, ներեցեք այդ բարի համար ամեն ինչ տեղը տեղին է, ուշացումներ չունենք առաջիկա ժամերի ընթացքում։ Քանի որ դու խոսեցիր թռիչքներից մենք զանգ ունենք։ Չէ, մենք զանգ չունենք, ձերքդ կպավ, համակարգիչը սկսեց սիրելի ռադիոլսողներ, որ պետք է զանգարեք 553702 հեռախոսահամարով եւ խոսեք բջջայինից կախվածության մասին մեզ հետ, մեր այսօրվա թեման է, քանի որ այսօր բջջայինի ծնունդն է եւ քանի որ դու խոսեցիր մեկնողներից ու ժամանողներից, կարծում եմ հատկապես երբ մենք պլանավորում ենք որևէ տեղ մեկնել, առաջին հերթին ինչ ենք անում, մտնում ենք կենտրոնական բանկ, օրվա փոխարժեքն ենք նայում, փորձում ենք հասկանալ թե դրամի փոխարժեքը որքան է, այս պահին ամերիկյան $1 արժի 391 դրամ 16 լումա, եվրոն 422 դրամ է 18 լումա, ռուսական ռուբլին 4.6 է եւ իհարկե քանի որ մեր մշտական ռադիոլսող Արմենը միշտ խնդրում է որ մենք բրիտանական ֆունտ ստերլինգն էլ ասենք որ 505.97 է։ Ես էլ կարելի է չինական յուանյա ասեմ որ 53.8 դրամ է օրվա փոխարժեքը չինական յուանի։ Ուրիշ շեշտադրությամբ պիտի ասես յուան, չէ, մենակ դա չէ, ամբողջ չէ։ Չեմ կարող։ Չես կարող։ Մի խոսքով, սիրելի ռադիոլսողներ, սա էլ իմացանք եւ ամենակարևորը եւս մեկ կարևոր տեղեկություն, այն տարածքը դեռ փակ է, Տիգրանը ոնց ասում էր մինչեւ ապրիլի կես փակ է լինելու, բայց Լարսը բաց է։ Չէ, չեմ կարդալու, Լարսը բաց է բոլոր տրանսպորտ տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց չենք մոռանում, որ կարևոր է անվտանգ երթևեկությունը հարգելի ռադիոլսողներ ցանկացած պարագայում։ Եվ վերջապես, քանի որ մենք սոցիալական հարթակում չկանք, մենք հանգիստ կարող ենք նորագույն հիթերից մեկը հնչեցնել մեր եթերում, որը ոնց չլսես, այո, Lady Gaga-ի վերջին գործերից մեկն եք լսում, խնդրեմ։ Keep your mind on the distance.
dust flies, watch it burn. Լեդի Գագան էր պաստորեն, այդպես իր բղավոցներով, այո, աբրակադաբրան, վերջին հիթը Լեդի Գագայի, շատ էսպես ուժգին էֆեկտ առաջացրեց։ Լեդի Գագան միշտ յուրօրինակ է, այո, եւ չմոռանանք, որ այսօր վաղուց արդեն երաժշտություն եւ տեսահոլովակներ դիտում ու լսում ենք հեռախոսի միջոցով։ Եվ այսօր հեռախոսը զուտ հեռախոս չէ, տարատեսակ ֆունկցիաներ է կատարում։ Իդեպ մեր ռադիոլսողները զանգահարել են եւ մի ռադիոլսող չի ցանկանում խոսել եթերում խրփոտ ձայնի պատճառով, բայց մենք ուզում ենք լսել ձեր խրփոտ ձայնը, հաջորդ անգամ խնդրում եմ զանգարեք։ Շնորհակալություն է հայտնում մեզ։ Լավ տրամադրություն փոխանցելու համար մենք ենք շնորհակալ ձեզ, որ լսում եք մեզ, սա մեզ համար շատ կարևոր է։ Եվ բնականաբար եւս մեկ ռադիոլսող էր զանգահարել եւ ցանկանում էր լսել թե իմ հեռախոսը ինչ զանգ ունի։ Հիմա ես կզանգեմ քեզ, որպեսզի ռադիոլսողը հետաքրքիր չեմ այդ առումով անկեղծ ասած։ Թե ինչ զանգ ունես դու։ Ընդամենը Տեսնում ես քո հեռախոսն էլ է խելոք։ Նորից խնդրում եմ զանգահարես, խնդրում եմ նորից զանգահարես։ Այն քո ձեռքում է եւ բարձր չի ուզում։ Չէ, խնդրում նորից զանգահարիր։ Ասում եմ բաժանորդը զբաղված է։ Չէ։ Շատ համես զանգ։ Մենք սիրով կատարեցինք ռադիոլսողի ցանկությունը։ Այո, ես չունեմ տարատեսակ տարբեր զանգեր դրված, բոլորինը նույնն է, այո։ Եվ այստեղ եւս մեկ բան, երբ տեսա թե ինչ ես գրել քո հեռախոսի մեջ իմ անվան կողքը, ես չէի տեսել Չէ, այ հետաքրքիր է նաեւ թե այ կարող ենք առանձին թեմա անել, թե ինչպես ենք գրում ծանոթներին, ընկերներին հեռախոսի մեջ հեռախոսահամարի անվան փոխարեն, որպեսզի հիշենք եւ հասկանանք թե ում հեռախոսահամարն է։ Դա ժպիտ առաջացավ դեմքիս երբ տեսա, իսկ դու ինձ մոտ գրանցված ես այսպես։ Ահա, շատ պաշտոնական։ Այդքան տարի շփվում ենք, իսկ դու դեռ պաշտոնական ես։ Ես փոխեմ այսօր, խոստանում եմ եւ ես փոխեմ։ Մի բան էլ դու մոգոնել։ Հետո մի օր կանկեղծանանք, ասենք ով ինչպես է գրանցել իր գրքում։ Ես այդպեսի ծրագիր կա, չէ՞, ցույց եմ տեսնում ես թե ինչպես։ Չէ, պետք չէ, ծրագիրը պետք չի օգտագործել։ Չէ, պետք չի, բայց ես տեսա թե ինչպես եմ ես գրանցված, տարբեր հեռուստաընկերությունների անուններն են իմ անվան կողքին, դե բնականաբար խուճուճը միանշանակ կա։ Այո, եւ այսպես շատ տարբեր եւ դու նաեւ դրա միջոցով կարողանում ես հասկանալ թե ինչպես են քեզ ընկալում մարդիկ։ Ահա, նրանք ովքեր քիչ առաջ են միացել մեզ, հիմա կզարմանանք ասեն այդ ինչ են կպել բջջայինից ու պոկ չեն գալիս։ Հիշեցնենք եւս մեկ անգամ, որ 52 տարի առաջ Նյու Յորքում հնչել է աշխարհում առաջին բջջայինի զանգ, այնպես որ այսօր բջջային հեռախոսի ծննդյան օրն է, մենք էլ նշում ենք մեր եթերում։ Այո, եւ չմոռանանք, որ բջջայինը վաղուց արդեն զուտ հեռախոս չէ, այլ տարբեր ֆունկցիաներ է կատարում, օրինակ աբուն առանձնացրել է տարբեր բաներ, այն կարևոր է մի քանի հիմնական պատճառով։
բառով կապի միջոց է, ինչպես մենք այսօր խոսեցինք, տեղեկատվության աղբյուր է, դրա մասին էլ խոսեցինք, որովհետև մենք տեղեկությունը հիմնականում համացանցերը, կայքերը մտնում ենք արդեն հեռախոսի միջոցով, նույնիսկ շատ դեպքերում ուղղակի ալարում ենք մոտենալ համակարգչին եւ համակարգչով անել, եթե կա հեռախոս եւ կարող ենք դա անել։ Այստեղ աշխատանքային գործիք է, հաճախ նաեւ մենք մեր տեքստերն ենք հեռախոսի միջոցով արագ հավաքում, վիդեոներ ենք մոնտաժում, տեղադրում, մի խոսքով ժամանցի միջոց է, որովհետեւ այն հնարավորություն է տալիս դիտել ֆիլմեր, լսել, հետ եմ հասկանում։ Առողջության եւ կենսակերպի վերահսկողություն է, այս դրա մասին կուզեի շատ արագ ու կարճ խոսել։ Մենք մեր քայլերն ենք վերահսկում, ճնշումն ենք չափում, սրտի աշխատանքը եւ ֆինանսական գործառույթներ կարող ենք կատարել, ինչը անում ենք դու, ես, բոլորս, հա, այս պարագայում ճիշտ եմ, չէ՞։ Մի խոսքով, ահա այսպես։ Այսօրվա համար այսքանը, հաջողորեն ենք մաղթում բոլորին, պահպանեք լավ տրամադրությունը եւ միացեք մեզ ամեն աշխատանքային օր շինած 30-ից։ Այսօր ձեզ համար աշխատեցին Տիգրան Հարությունյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Կհանդիպենք։